ժամանակը պիտի կրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջին հայացքը ողջերում։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, մենք նորից միասին ենք այս առավոտ եւ Աստծո շնորհքով սկսում ենք մեր եթերը։ Այսօր մեզ է միացել գործարար մեր սիրելի եղբայր Մայիս Կարիբյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, եւ Մայիս ջան, բարի օր եղբայրս, շնորհակալ եմ, որ միացար։ Ողջույն Աբրահամ եղբայր, ես էլ եմ շնորհակալ կրկին անգամ քո հրավերի համար։ Աստված օրհնի քեզ, քո ռադիո չանալը եւ բոլոր նրանց, ովքեր միանալու են մեզ։ Ամեն, շնորհակալ եմ եղբայրս։ Դու էլ մենք գիտենք, որ ունես live stream-ներ եւ հրավիրում ես տարբեր տեսակ թե գործարարներ, թե եղբայրներ եւ խոսում են իրենց փորձառությունով, Աստծո խոսքից, բայց այսօր դու ես մեր հյուրը, այսպես ասած։ Եվ բարդ իրոք քեզ համար, անկեղծ ասած սիրում եմ քո եթերները, նայում եմ եւ շատ հրաշալի խորհուրդներ Աստծո խոսքից եւ ընդհանրապես թե կենցաղային հարցերի մեջ, թե բիզնեսի մեջ հետաքրքիր խորհուրդ ծառայություն ես անում, Տեր օրհնի քեզ շատ։ Այսօրվա վերնագիրը շատ կարևոր, որտեղ տարվա վերջի ճիշտ խորհելու տարվա վերջյան այսպեսի միտքա խորհուրդ է իր մեջ, Աստծո ծրագիրը մեզ համար։ Այո, գալ տարվա համար մարդը ընդհանրապես սիրում է ծրագիր ունենա իր մեջ եւ խորհուրդներ, մտքեր, երազանքներ, այսպես ասած, անելիքներ դեռ շատ կան, բայց այս ամեն ինչի մեջ հանկարծ նկատում ես, որ մենք ծրագիր ունենք, բայց չգիտենք մեր գալիքը ինչա լինելու, ստացվի, չի ստացվի, կհաջողվենք, չենք հաջողվի, բայց եթե Աստծո ծրագիրը մեզ համար իրականանա, հաջողությունը 100-ից 100-ը։ Ինչ կասես սրա մասին եւ հետո որից հետո մի երկ եւ հետո կանցնենք բուն թեմային։ Այո։ Նախ ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել առաջին Աստծուն այս հիանալի հնարավորության համար։ Երկրորդը ուզում եմ Աբրահամ եղբայր քեզ շնորհակալություն հայտնել եւ եւս մեկ անգամ գնահատել քո գործը, որտեղ դու մեծ գործ ես անում եւ նրանք ովքեր հետեւում են քո Gospel Radio-ին, քո հաղորդումներին համոզված եմ, որ ինձ հետ համաձայն կլինեն եւ գնահատում ու սիրում են քո գործը, որտեղ ամեն օր շաբաթը 5 օր հաղորդում ունենալը դա բավականին աշխատանք է, այնպես որ օրհնում ենք եւ թող Աստված այս Arm Gospel Radio-ն ավելի բարձրացնի եւ ես անձամբ գնահատում եմ քո գործը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն քեզ էլ, Մայիս եղբայր, դու էլ բավականին այս ծրագրի մեջ մեծ դեր ես խաղացել, թե քո խորհուրդներով եւ այլն։ Մեծ սիրով սրտանից ինչ կարողացել եմ օգտակար լինել, խոնարհությամբ եւ սիրով եմ արել եւ նաեւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միանում են այս պահին մեջ, գիտեն որոշ նայելու նրանք, ովքեր անպայման փորձեք տարածել ձեր էջերում, ինչպես Աստծո խոսքն է ասում, բարի լուրը պետք է տարածենք։ Այո։ Անգլիական ասած share անենք այս հաղորդումը մեր էջերում, չմոռանանք։ Ամեն։ Կիսվենք մեր ընկերների հետ։ Այո։ Այս թեման ինձ թվում է երևի, ինչպես նշեցիր, ճիշտ բան ենք ընտրել։ Ինչքան շուտ անցավ 25 թիվը, ինչ ես կարծում։ Այո։ Հիմա գրեթե բոլորի զրույցը դա է։ Ինչ շուտ անցավ, չէ՞։ Բայց ես կարծում եմ, գիտես, ինչքան մեծանում ես այս կյանքում տարիք ես առնում,
թե ֆիզիկական տարիքը, թե մտածելակերպի տարիքը, թե հոգևոր տարիքը գնալով հասկանում ես, որ իրոք ամենաճիշտ ապրելակերպը դա նա է, երբ որ հանձնվում ես կամ հանձնում ես քո ծրագրերը Աստծուն, որովհետև եթե դա չանենք, մենք շատ անգամ սխալներ թույլ կտանք եւ կկրկնենք շատ սխալներ։ Դրա համար դա ամենաճիշտ ձևն է եւ որոշեցի այդ թեմայի շուրջ զրուցել այսօր ավելի պրակտիկ հարցազրույց եւ այսպես հաղորդում դառնա եւ օգտակար լինի նրանց, ովքեր լսում են եւ կփորձեմ իմ տեսանկյունը մեկնաբանել այսօրվա թեմայի մասին։ Այո, շատ լավ։ Դե արի մի երգ լսենք քո առաջարկով, այս երգը ընտրեցինք Մեսելի Խաչատուր Չոբանյան եղբոր կատարմամբ ըմբոշխնենք այս երգը քո փառքը Տեր, այդպես է կոչվում վերնագիրը եւ հետո նորից կմիանանք։ Մեծ խորանը քո կանգնեցրում էր մեջ քո ծառաներին ասպարես դուր քեզ օժնողներին նոր երկեր դու թող քո որդիներ դառնան ու դու գան քո փառքը Տեր քո փառքը Տեր քո փառքը տեսնել դուր մեզ խորանը քո կանգնեցրում էր մեջ քո ծառաներին ասպարես դուր քեզ օժնողներին նոր երկեր դու թող քո որդիներ դառնան ու դու գան նորոգիր դու մեզ գոհությամբ լցրում ես լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ նորոգիր դու մեզ գոհությամբ լցրում ես կանգնեցրում էր մեջ քո ծառաներին ասպարես դու քեզ օժնողներին նոր երկեր դու թող քո որդիներ դառնան ու դու գան քո փառքը Տեր քո փառքը տեսնել դուր մեզ խորանը քո կանգնեցրում էր մեջ քո ծառաներին ասպարես դու քեզ օժնողներին նոր երկեր դու թող քո որդիներ դառնան դու գան նորոգիր դու մեզ գոհությամբ լցրում ես լուսավորիր մեզ ու մոտեցրու Thank you.
որդիներ երկարնան ու դունգա Հավիցյան քեզ ոտ միայն կասեր և որդություն Քեզ ոտ միայն կա ուրախություն Ոսարաններին ասպարես դու Քեզ օշնողներին նոր երկեր դու Թող քո որդիներն եկարնան ու դունգա Նորոգիր դու մեզ գոհության լսում ես Լուսավորիր մեզ դու գոհեցրուկ ես Նորոգիր դու մեզ գոհության լսում ես Պարտիլոչը, որքան հասկացա, կենթանի կատարում էր, այսինքն ես շատ սիրում եմ և շատ խորհուրդ ունի, միտք ունի իր մեջ, Մայր ջան, կրկին անգամ շնորհակալ եմ եղբայրս և սիրով լսում ենք քեզ։ Շատ բարի, շնորհակալ եմ ես էլ եւ Չմոռանանք, որ նորից խնդրենք, որ կիսվեն, նրանք ովքեր դեռ միացան։ Մենք խնդրել էինք, որ կիսվեն Եվ դուք միացաք դրա պատճառով, որովհետև ոմանք կիսվեցին։ Հիմա դու պատճառ դարձի ինչ-որ մեկի համար, որ միանամ ես։ Գիտես, հարցը մենակ կիսվելը չի, դրա մեջ օրհնություն կարա գա ուրիշի կյանքում, եւ նաեւ երբ որ մի բան լավ է, շատ անգամ մեր կյանքում մի լավ բան, որ լսում ենք, ասում ասողին լսող է պետք, բայց ես դրա ավելի բարձր աստիճանի միտքն եմ հայտնաբերել, որ ասողին լսող պետք չի, լսելը դեռ բավարար չէ, ասողին կատարող է պետք։ Հենց որ արեք էլի։ Իսկ ասողը այստեղ մենք չենք, ասողը Տիրոջ խոսքն է։ Դա էլ ասենք, որ ավելի պնդվի, հաստատվի այդ խորհուրդը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Նախ առիթից ուզում եմ օգտվել եւ քանի որ արդեն տարին ավարտվում է, նախապես շնորհավորեմ բոլորի գալիք Սուրբ Ծնունդը, Ամանորը, իրոք ցանկանամ, որ համես տարվա մեջ շնորհակալ սրտով փագենք տարին եւ շնորհակալ սրտով դեպի Աստված սկսենք նոր տարին։ Ամենակարևոր բաներից մեկը կյանքում, որը շատ անգամ մեկ բոլորիս մոտ է լինում է դժվար է, այդ շնորհակալ սիրտը միշտ ունենալը մեկ դժվարանում ենք, որտեղ կյանքում լինում են վիճակներ, որ կարանում ես, բայց Աստծով պետք է ունենաս այդ շնորհակալ սիրտը, որտեղ Աստված շնորհակալ սիրտ ունեցողներին կրկնակի եւ ավելին է օրհնում։ Ես հավատում եմ դրան։ Ամեն։ Այնպես որ ձեր Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին։ Թեմային անցնելու առաջ կուզեմ հենց Աստվածաշնչից մի համար կարդալ, որը հենց իմ թեմայի որպես սկզբնաբան սկսենք։ Ուզում եմ կարդալ Առակաց գրքի 16-րդ համարի 16-րդ գլխի Առակաց 16 9-րդ համարից երևի շատերիս արդեն շատ հայտնի համար է, բայց միգուցե որոշների համար առաջի անգամ հնչի։ Մարդու սիրտն է ծրագրում իր ճամփան, բայց Տերը ուղղում է նրա քայլերը։ Այստեղ տեսնում ենք երկու կարևոր բան։ Առաջինը ես հավատում եմ, որ ամենալավ եւ ամենամիգուցե վտանգավոր բանը, որ Աստված մեզ տվել է, դա մեր կամքն է։ Բայց այստեղ տենում ենք, որ Աստված ասում է, վատ բան չի, որ մարդը ունենա ծրագիր, ունենա ճամփա, ունենա պլանավորի որոշ բաներ իր կյանքում, բայց վերջում հույսը դնի, որ Աստված իր քայլերը ուղի։ Այսինքն թեկուզ ծրագիր կազմենք մեր կյանքի մեջ, բայց հետևելով Աստծուն հասկանանք, որ միշտ լսողի դերում լինենք, թե Աստված այդ ուղղությունը, եթե ասի չէ, գիտես, պետք է ուղղությունը փոխեց, հոնարաբար լսենք։
So, Amen. տես Աբրահամ եղբայր օրինակ քիչ առաջ հարց տվեցի ինչքան շուտ անցավ 25 թիվը եւ եկեք բոլորս մի պահ սենց թրուցիկ անցնենք եւ մի պահ հետ գնանք հունվար 2025 թիվ։ Երևի շատերը նորից սկսել էին ողջևորված այս տարի որոշները ունեին իրենց ծրագրերը, որոշները ունեին իրենց երազանքները, որոշները այդ ծրագրերի մեջ քայլ արեցին, որոշները ընդամենը 1 շաբաթ հետո մոռացան, որոշները մինչև վերջի վարքյան պայքարում են, որ ավարտեն իրենց Որոշները ծրագիրը, հուսահատվել են, հիասթափվել են։ որոշները են եւ եթե նկատես շատ անգամ երբ որ իմ սովորություններից մեկ ասում եմ օրինակ տարվա վերջը պլանավորում ես քո մյուս տարին հաճախակի պատասխաններից մեկը որ շատ շատերս լսում ենք որ լինում է մարդիկ ես էլ այտենց բաներ չեմ անում եւ ես սիրում եմ հարցից հարց տալ եւ հարցում եմ իսկ ինչու չես անում դե մի բան որոշել էի չեղավ քո ասացի պես հուսահատվեցինք այ ես հավատում եմ որ երբ որ մենք հույսը դնում ենք Աստծո վրա հուսահատվելը հանցագործություն է Աստծո մարդը չի կարա հուսահատվի նա կարա միշտ փորձի եւ եթե որոշ բաներ էլ չի ստացվում միգուցե ինչպես խոսքը ասեց բայց Տերը ուղում է նրա քայլերը շատ անգամ մենք ունենք ծրագիր միգուցե շեղվում ենք դրա համար ուշադիր պիտի լինենք եթե Աստված ասում է նո այս ճանապարհից ուղղությունը փոխի պիտի ուշադիր լինենք Իմ թարգմանության մեջ ասում է Տերն է հաստատում բայց նրա քայլերը Տերն է հաստատում այսինքն թույլ է տալիս Տիրոջ սրտովը եւ դա պետքա լինի եթե հաստատեց ուրեմն հաջողություն կա դրա մեջ այո միանշանակ բայց մենք քայլեր ունենք տես ես ուզում եմ անպայման շեշտել որ Տերն է այո հաստատում բայց հասկանանք որ մեր բաժինը եթե չանենք Աստված չի կարա օրհնի մենք քայլեր ունենք անելու մեր քայլերի վրա պիտի ուշադիր դարձնենք եւ քանի որ տարին վերջանում է նաեւ ուզում եմ ասել այ եթե նայում ենք 25 թվի սկզբից մինչև այսօր արդյոք դու կարող ես քո ուսին այսպես անել եւ ասել այո ես որոշ բաներ արեցի դա լավ է բայց եթե Աստծուն հարցնենք իրոք Աստված գող կլինի մեր այս տարվա ապրած կյանքից այ 26 թիվը երբ որ սկսում ենք ինչ նպատակներ էլ որ գրենք վերջում ասենք Տեր Աստված ուզում եմ 26 թվի վերջում ամենակարևորը դու գող լինես ինձանից որտեվ հավատա եթե Աստված քեզանից գող լինի դու էլ քեզանից գող կլինես Մայիս Այս համարը շատ գեղեցիկ էր, այս մեկնարկային առակաց 16-9-ից կարդացիր, բայց գիտես աշկս ընկավ 7-ից։ Խնդրեմ։ Կարծես թե շարունակ բանա, պատճառը հետևանքային կապերը ավելի սենց հայտնի դառնում։ 7-րդ խոսքը ասում է, եթե Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, նաև նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։ Այսինքն խաղաղություն կունենա իր սրտի մեջ ինքը չի ունենա թշնամիներ սա շատ կարևոր է հա եւ ավելի է զարգացնում միտքը լավ է քիչ բան բայց արդարությունով քան թե շատ եկամուտներ առանց իրավունքի եւ արդեն 9-րդ խոսքը կարծես բանա տալիս տրիումֆն է իրա մարդու սիրտը խորհում է ճանապարհներ բայց նրա քայլերը Տերն է հաստատում ինչ գեղեցիկ է վաու Յանալի է գիտես ինչքան Աստվածաշունչը կարդում ես երևի ոչ թե երևի հաստատ սա այն գիրքն է աշխարհի վրա որ երևի ոչ մի գիրք մարդ այդքան չի կարդում ու բացահայտություններ անում ես գրքեր կարդացել եմ բայց երևի 1 կամ 2 կամ 3 գիրք կարա լինի, որ 2-3 անգամ եմ կարդացել։ Բայց Աստվածաշունչը ամեն տարի որ կարդում ես, տենում ես ուրիշ տեսանկյունից է խոսքը բացվում, ուրիշ ձև ես հասկանում խոսքը, կյանքին ուրիշ ձև ես նայում, երբ որ օգտագործում ես այդ խոսքը քո կյանքի մեջ։ Ամեն։
Շատ լավ, անցնենք մի քանի բաներ, որ նշել եմ ստեղ, կուզեմ սրտանց կիսվել եւ ինչ որ կիսվում եմ, ես հավատում եմ, որ առաջինը դա ինձ է վերաբերվում եւ նոր մյուսներին եւ ուզում եմ այսօր ինչի մասին էր որ խոսանք, ինչ էլ որ լսենք, յուրաքանչյուրս առաջինը նայենք մեր կյանքերի մեջ եւ անձնապես վերցնենք անձնական այս ինֆորմացիան, այս ինչ որ խորհուրդ եւ անձնապես փորձենք տենանք մենք ինչպես ենք դրա մեջ եւ ինչքանն ենք կատարում։ Դες օրինակի համար տարվա այս ամիսը արդեն տարիներ է, որ ես դեկտեմբերի այտենց 10-15-ից սկսում եմ գրանցել իմ մյուս տարվա ծրագրերը եւ ինչպես եմ դա անում, ուզում եմ մի քիչ ավելի մանր խոսամ եւ կքաջալերեմ, որ նրանք ովքեր միացած են մանավանդ հիմա այս պահին թուղթ ու գրիչ ունենան եւ գրեն։ Ամենակարևոր բանը կյանքում, եթե ուզում ես սովորես ավելի պրակտիկորեն, դա գրելն է։ Գրելու մեջ կա ուժ, դրա համար իզուր չէ, որ Աստված Մովսեսին ասեց գրի, չէ՞, պատվիրանները գրեց։ Պատկերացրա Մովսեսը հիշեր մտքի մեջ։ Երևի մի 10 օր հետո մի դժվարության կամ մի փորձության ժամանակ 10-ից 8 կմոռանար, մեզի 2-ը կմնար։ Այսպիսի ասույթ կա, այս եղբայր, ասույթ այսպիսի, ասում է, որ փոքրիկ գրիչը երկար հիշողությունից շատ ավելի լավ է։ Ո՞վ ասել է, ճիշտ ասած չգիտեմ, բայց այդպիսի ասույթ կա, այո։ Շատ լավ։ Ես օրինակ ոնց եմ պլանավորում օրինակ գալիք տարին եւ ամեն անգամ մի բան սովորում ես։ Բաներ կա, որ ջնջում ես, բաներ կա, որ ավելացնում ես, բայց ընդհանուր կոնցեպտը նրանում է, որ գրի առնես եւ ունենաս ծրագիր։ Այսինքն, գիտես, ամեն ինչ մարդուն, որ հարցնես, միգուցե ասի սա եմ ուզում, նա եմ ուզում, էսենց եմ ուզում, անենց եմ ուզում, ուզելը քիչ է։ Այ ինչ է ծրագիրդ, որտեվ Աստծուն պիտի ներկայացնես դու ինչ ես ուզում, ինչն է քո ծրագիրը, որ ինքն էլ նայի, ասի, օքեյ, շատ լավ։ Այս ծրագիրը ունես, ուզում եմ։ Այո, հաստատում եմ։ Ապրես։ Եթե Աստծուն ոչ մի բան չես ներկայացնում, ինքը ոնց քեզ ուղղություն տա։ Չի կարա։ Ոնց եմ ես օրինակ ծրագրում, օրինակ եթե վերցնենք առաջինը մեր հավատքի կյանքը, կարանք գիտես 2-3 օր առաջ մեր օֆիսում այսպես տարվա վերջ միշտ competition կա, մրցակցություն կա, թե որ աջենտը ամենաշատ վաճառումները կանի, որ թիմը ավելի շատ կլայենտներ կբերի եւ այսպիսի մրցակցություն կա եւ օրինակ ես մի հատ ուրիշ իմ թիմը մի հատ ուրիշ թիմի հետ է այս բան մրցում եւ այդ թիմի լիդերը ինձի օֆիսում կանեց ասես ուր ես հասե քեզի ես հաղթելու եմ բան ասեցի նա ես քո հետ չեմ մրցում ես առաջինը մրցում եմ ինքս ինձ հետ եթե ես ինքս ինձ հաղթեմ մնացած շատ բաների մեջ կհաղթեմ այսինքն ինչ որ անում ենք մենք առաջինը մեզ լավացնենք մենք մեր վրա աշխատենք հիմա ես ոնց եմ դա անում այ եթե նայենք 25 թվի մեջ մեր հավատքի մեջ օրինակ կարդալու մեջ ինչքան ակտիվ ենք եղել կարանք 26 թիվը դրանից ավելի լավ լինի երկրորդը օրինակ աղոթելու մեջ ինչքան ակտիվ ենք եղել կարանք 26 թվի մեջ ավելի կատարելագործենք դա օրինակ իմ հավատքի նպատակների մեջ ես սովորություն ունեմ որը մոտավորապես վերջի 10 տարիներից ավելն է ես ամեն տարի առնում եմ բայբլներ եւ հոգեվոր գրքեր եւ բաժանում եմ անցած տարի իմ նպատակն է գրել էի 24 հատ եւ համարյա 22 հատի չափ ես Աստվածաշունչ ու հոգեվոր գիրք եմ բաժանեմ մարդկանց այ եթե վերցնեմ էդի այս տարի կուզենամ միգուցե 30 հատ գիրք նվիրեմ մարդկանց եւ այդպիսի օրինակներով
պետքա ծրագրես, տեսնես քո կյանքի մեջ հոգևոր օրինակ այս դեպքում հոգևոր էրիայի մեջ ինչեր լավացնես կամ օրինակի համար ամբողջ տարվա ընթացքում յուրաքանչյուր կիրակի գնացել ես եկեղեցի այ եթե բաց թողում ա եղել արի այս տարի էդի քչացնենք կամ ընդհանրապես չունենանք եւ երբ որ դու այդպիսի նպատակ ես դնում Աստված ավելի է օրհնում եւ տենում ես ամեն տարի դու ունենում ես հոգևոր աճ Այսինքն Մայիս ջան ուզում ես ասես որ ուզում ինչ որ ես հասկացա եթե համեմատվելու բան ունեմ ոչ թե ուրիշների հետ այլ ինքս ինձ հետ այսինքն համեմատել անցյալ տարին եւ ապագան հասկանալով որ քո կարողության վրա ունեցածիդ վրա հոգևոր թե հոգևոր իմաստով թե նաև հարաբերությունների մեջ ունեցածիդ վրա ինչ պետք է ավելացնես ինչ նպատակ քո կյանքի մեջ եւ դա պետք է ավելացնես ըստ Աստծո խոսքի նկատի ունես դա անպայման եւ շարունակեմ տես այդ մի քանի օրինակներ են էլի դեռ մեր հավատքի թեմայի մեջ եմ այ օրինակի համար ինչքան միայն այսինքն անձնական ժամանակ ունեցանք Աստծու հետ մյուսը օրինակի համար ու մենք ուզում որ տարին անցնի եւ այսպես ասած ոչ մեկի հետ խնդիր չունենանք ներենք հաշտվես այո հաշտվենք ում հետ ենք հաշտվել կամ ինչպիսի հարաբերություններ կա որ մինչեւ հիմա դեռ չես վերականգնել Ինչ ում ես նեղացրել, հա, այդպես ասած։ Կարելի է։ Դա էլա։ Հարցերդ լուծես, տարին փակես սրբությամբ, այսպես ասած։ Հաշիվները տարվայր լուծես։ Ու օրինակ մի հատ էլ օրինակ տամ։ Իմ մոտ սովորություն կա, որ ես տարվա մեջ սկսած հոգևոր եղբայրներից, հովիվներից եւ հոգևոր դաշտի մեջ այն մարդկանցից, որ ես կարամ հոգևոր նյութեր կամ իմաստություն քաղել, այ իրանց հրավիրեմ օրինակ միտեղ հաց ուտելու, միտեղ կոֆե խմելու եւ անձնապես այդ մարդուն ավելի մոտիկից ճանաչեմ, որտեղ շփվեմ։ Այ այսպիսի բաները ինչ ա լինում քեզ ակտիվա պահում քո հոգևոր կյանքում։ Մյուս բանը, որ կարևոր եմ համարում, որ պետք է նաեւ ավելացնենք մեր ընտանիքների մեջ է, որտեղ ընտանիքը մի հատ այնպիսի համակարգ է, որ Աստված տվել է, որ միշտ աշխատելու տեղ ունի։ Մենք յուրաքանչյուրս պետք է մեր ընտանիքներին նայենք եւ տեսնենք ինչեր կա, որ մենք մեզ պիտի փոխենք, որ մեր ընտանիքների մեջ Աստված օրհնի ու ավելի համերաշխություն ու ավելի սեր ավելանա։ Օրինակ ակտիվիտիներից մեկը օրինանիքով ավելի շատ տեղեր գնանք։ Մարդիկ միշտ ասում են travel անելը շատ expensive է, շատ թանկ է, չէ՞։ Okay, no problem։ Ընտանիքի հետ միգուցե մի հատ հատանիր ուտես, sense կոպիտ օրինակ եմ տալի։ Հարց էդի չի, հարցը այնա, որ միտեղ իրար հետ էքսպերիանս է կան։ Կամ օրինակի համար փորձառություն կամ շփում, իրար հետ ժամանակ ենք անցկացնում։ Այդ իմաստով։ Այո, օրինակ մի 10 օր գնացել էի երկու աղջիկիս հետ դարան եւ ընտեյուց գիրք առանք, գիրք առանք։ Առաջի գիրքը վերնագիրներ 100 հատ հարց տամ իմ հայրիկին իր մասին եւ 100 հատ հարց իմ մայրիկին իր մասին։ Եվ այս գիրքը իրանք շատ ուրախացել են, արդեն ինձի մոտ 15 հատ հարց են տվել, արևին կնոջս դեռ չգիտեմ, բայց մի 20 հատ 30 հատը իրան են տվել։ Համ իրար ենք ճանաչում, համ մի հատ ակտիվիտի է ստեղծվում։ Այդպիսի լավ բաներ մտածենք։ Մյուսը, որ էսի թոպիկներով եմ նշում Աբրահամ եղբայր, թե ես ոնց եմ ծրագրում իմ օրինակ գալիք տարին եւ ինչ կետերի վրա եմ ուշադրություն դարձնում։ Երրորդը արդեն մեր առողջականի հետ կապված, որտեղ ես հավատում եմ, որ Աստված մեզ այս մարմինավոր մարմինը որ տվել է, պիտի ճիշտ հոգ տանենք դրա մասին։ Որի մեջ մտնում է թե առողջ մտածելակերպը, թե առողջ
գնալ մարզվելը ինչի մեջ որ կարաս եւ ընդհանուր առմամբ քո մարմնին հետևես Աբրահամ եղբայր, որտեվ շատերը սրան ուշադրություն չեն դարձնում։ Ճիշտ ես։ Ներվային համակարգը, հոգեվիճակը, դրանք սաղ կապ ունեն։ Այսինքն հիվանդությունների կարելի ասել 90%-ը հոգեբանական ներվային խնդիրների պատճառով է, այսինքն տեղի ունենում եւ դրա մասին էլ պետք է հոգ տանենք։ Այո, այո։ Եվ գիտես, վերջերս մի բանի մասն էի մտածում, որ կարծում եմ սա շատ լավ է առողջության համար։ Գիտես, Աստված այնքան հիանալի է ստեղծել երկրագունդը, շատ անգամ մենք մեր կողքերը չենք նկատում այն հիանալի բնությունը կամ ինչ ստեղծված է մեր շուրջը։ Շատ անգամ հասարակ բան գնաս մի հատ park, որ ես շատ եմ անում, մանավանդ առավոտները, գնում եմ նստում եմ, ոչինչ չեմ, այգի։ Մեկ անգլերեն բառեր է օգտագործում, ես կթարգմանեմ, այժմ։ Կփորձեմ թարգմանել։ Օրինակ, այնքան հաճելի է առավոտները ես որ շուտ եմ ելնում, օրինակ շատ անգամներ որ գնում եմ քայլելու կամ վազելու, ուղղակի նստում եմ մեր մոտ park կա, այգի կա, նստում եմ ուղղակի նայում եմ բնությանը, նայում եմ օրինակ ծտերին եւ հիանալի է։ Դա նաեւ Աստծո ստեղծած բարիքներից է, որ վայելելը առողջարար է։ Համաձայն ես։ Գիտես, իրոք, հիմա մենք այնպես դար ենք ապրում, ամեն ինչ արագ է։ Պետք է արագ հասցնես, վազվզուկ, սենց ասեմ։ Եվ մի պահ հասկանում ես, որ շատ ես հոգնել եւ կարիք ունես մեկուսանալու, երբեմն ուղակի խորելու, ոչ մի բան չանելու, ալարելու, ծուլությունել։ Երբեմն պետք է ծուլանալ, կատակ եմ անում։ Բայց իրոք շատ ճիշտ ես ասում, որտեվ խաղաղությունը հենց այդ ժամանակը որ ձևավորվում է քո մեջ, երբ որ առանձնանում ես եւ փորձում ես թռչունների ձայնը լսել։ Գիտես, մարդիկ կան չեն լսում։ Այնքան զբաղված այն ասպիտքը։ Անդամ եղբայր, եթե ես հիմա հարց բարձրացնեմ, օրինակ, վերջի անգամ ով է գնացել օրինակ այգի եւ ընդամենը կես ժամ հանգիստ նստի։ Երևի մարդկանց 80% մոռացել են, որ այգիներ։ Այո։ Հավատա։ Եվ գիտես, ես կարծում եմ social media-ից էկրանից պիտի դուրս գանք բնականի մեջ։ Ճիշտ ես, շատ ճիշտ ես։ Եվ վերջի կետը արդեն, որը նաև կարևոր եմ համարում, միգուցե սա որպես բիզնեսմեն ասեմ, դա գալիս է նաև մեր ֆինանսական աշխարհի մեջ պիտի ուշադրություն դարձնենք, որովհետև շատ անգամ ստրեսային մեծ ծանր, այսպես ասած, ստրեսները գալիս է ֆինանսական խնդիրներից, պետք է մենք սովորենք, թե ինչպես վերաբերվենք մեր ֆինանսների հետ։ Այ օրինակ, եթե ամիսը մեկ չէ, բայց ամիսը մեկ ես կասեի ուշ է, շաբաթը մեկ մի հատ պիտի վերանայես քո ծախսերը եւ դու ոնց ես վերաբերվում գումարի հետ։ Դա շատ կարևոր բան է։ Դա իմաստություն է։ Այո, այո։ Ամբողջ լինելը ֆինանսների մեջ հեչ կապ չունի։ Եթե դու այսքան գումար ես սարքում եւ Աստված դա կրկնապատկի, բայց դու քո սովորությունները վատ պահես եւ հաշվարկի չնստես, թե ոնց ես վերաբերվում քո ֆինանսների հետ, միշտ այդ վտանգի մեջ ես լինելու, այդ ֆինանսական խնդիրների մեջ ես ընկնելու։ Ամերիկայում ապրելու 26 տարի միշտ մարդիկ մտածում են, ստեղ բոլորը ֆինանսապես շատ լավ են, բայց ամենահարուստ երկիրներից, ամենամեծ հնարավորություն ունեցող երկրներից մեկը, որ Ամերիկան է, եթե ոչ առաջինը, 80% մարդիկ մեծ ֆինանսական խնդիրներ ունեն։ Ինչի, որտեվ Ամերիկան մի բանի մեջ որ լավ է, ինքը շատ ռեկլամներ է անում քո շուրջը ու միշտ քեզ ստիպում է, որ դու անկապ կներեք բառից համար, անիմաստ չտրվել ռեկլամներին, այսպես ասած, ազդեցությանը, չէ՞։ Շատ կարևոր բան ես ասում, շատ կարևոր։ Այսինքն, մայիս եղբայր, այսինքն պետք է սովորենք կարևորը
առանձնացնել ոչ կարևորներից։ Եվ Այո, ճիշտ կարևորը, որն է կարևոր հիմա։ Շատ գայթակղություններ ունեմ շատ բաներ գնելու։ Երբեմն ինչպես դու ես ասում, ռեկլամները երբեմն անգամ ստիպում են մեզ, կարելի ասել էլի, բայց այնքան պետքա կամքի ուժ ունենաս եւ հասկանաս, որ դա դեռ քեզ պետք չի։ Ավելի կարևոր բաներ կան, եւ սարանում է իմաստությունը, այո։ Ում Ամերիկայում ուսումնասիրություն են արել, եթե ավտոմեքենայում որևէ քաղաք, որևէ ակտիվ քաղաք, ընդամենը 10 րոպե քշես եւ հաշվես, թե քո շուրջը ինչքան ռեկլամա գնում, մոտ 200-ից ավել ռեկլամա 10 րոպեվա ընթացքում, որ դու տենալու ես։ Վաու։ Եվ Այստեղ էլ համարյա այդպես է։ Ամենտեղ ռեկլամներ։ Տես օրինակ Աբրահամ եղբայր նշեցիր մի բան, որ ես միշտ մարդկանց, եթե ֆինանսից տեսանկյունից եմ խորհուրդ տալի, միշտ ասում եմ, ինչ էլ ուզում ես գնի կյանքում, բայց քեզ մի հատ հասարակ հարց տուր։ Այս գրիչը, որ գնել եմ, սրա կարիքը ունեմ, թե ուզում եմ։ Եթե կարիքով գնաս, դու քո ֆինանսների մեջ աճ կունենաս։ Բայց մարդկանց 90%-ը ուզելով են միշտ իրանց գումարները ծախսում։ Թույլ մի հետաքրքիր կարևոր միտք էլ արտահայտեմ այստեղ, որ երբեմն մենք տես օրինակ աղոթում ենք Տիրոջ, ասում ենք Տեր օրհնիր ինձ ֆինանսներս, օրհնիր, նորմալ է, այսինքն աշխատանքս օրհնիր, որ գումարը ինչ որ աշխատեմ, այսինքն կարիքներս կարողանամ հոգամ, նորմալ աղոթքա, չէ՞։ Բայց եթե օրինակ ես ասում եմ, որ ինչի չենք աղոթում, որ Տեր իմաստություն տուր մեզ, որ այս գումարը կարողանանք իմաստությամբ ծախսենք։ Սա շատ, այսինքն ոչ թե միայն շատ գումար տուր, այս երբեմն ինչի, օրինակ ես վարվենք դրա հետ։ Ոնց վարվենք այդ գումարը, դա իմաստություն տուր, որ վարվենք։ Հասկանաս, ես հավատում եմ, անկեղծ ասած հավատում եմ, որ եթե մենք սովորենք իմաստություն գումարի հետ վարվելու, մեզ կբավարարի, պատկերացրա կբավարարի, եւ Աստված ավելին կվստահի մեզ, որովհետեւ ֆինանսը երբեմն փչացնում է, եթե մենք իմաստություն չունենք ծախսելու, համաձայն ես։ Անպայման, միանշանակ համաձայն։ Արգելք ունի իր մեջ խոչընդոտ ունի Աստծուն մոտենալու։ Երբեմն նկատել ենք, որ մարդը հավատացյալը շատ ֆինանսա ունեցել, մեկը տենում ես տեղում չի, սենց ասած, մեղմ ձևով եմ ասում, տեղում չի։ Մինչև ինքը թարազոյի է գալիս, տեղն անգնում բավականին փորձություններով ասում, այսինքն խոսնել ասում, եթե մեկը ջանք է թափում, որ հարստանա, թող զգուշ լինի, որովհետև փորձությունների մեջ կընկնի, ես այսպես բնութագրեցի այդ խոսքը, բայց կա այդպիսի խոսք։ Եվ Աբրահամ եղբայր, այս մի փոքր օրինակ է, կամ որոշները գրանցեցին եւ փորձեն այս օրինակներից օգտվեն եւ օգտագործեն իրենց կյանքերում եւ մի բան, որ ուզում եմ անպայման ավելացնել, այս 4 էրիաների մեջ ինչ էլ որ ծրագրում ես, ես մի բան, մի սովորություն, որ ձեռք եմ բերել, պետք է ունենաս ճիշտ մարդիկ քո շուրջը։ Այսինքն եթե վերցնենք հավատքի կողմը, ունեցիր 1, 2 կամ 3 հոգևոր եղբայրներ, մեկը որ Իրանից խորհուրդ ես վերցնում, եւ մեկը որ Իրան դու պատասխանահաշվետու ես լինում։ Դա շատ կարևոր բան է։ Ընտրիր մի հոգի այս տարվա մեջ, այս էրիաների մեջ, որին դու հաշվետու ես լինելու, որին մեկին որ վստահելու ես, եւ այդ էրիայի մեջ ինքը քեզանից ավելի բարձր դիրքում է, որ քեզ կարողանա ուղղություն ցույց տա, եւ դու իրան հաշվետու լինես։ Օրինակ, եթե մեկին ասում ես, ես այս տարի ուզում եմ ավետարանը ամբողջությամբ կարդալ, գոնե շաբաթը 1 իրար ստուգեք, ուրեք հասել։ Սա քեզ մի հատ ավելի ուշ կտա կամ ավելի, ինչ ասեմ, օգնի, որ դու
քո կոմֆորտ զոնայից դուրս գաս եւ իրար օգնեք։ Այս բանը ինձ շատ է օգնել։ Ես միշտ ընտրում եմ այնպես մարդիկ, հետ ստում եմ ու կիսվում ենք, ասում այս ուր հասար ես հարցում։ Ուր ես հասե, նո հետ ես ընկնում, պիտի ոնց որ գնաս առաջ, հետ մի ընկի։ Խնդրեմ Աբրահամ եղբայր, բան էիր ասում։ Ես կասեմ, որ այո, ճիշտ ես ասում, բայց այն իմաստով, որ եթե վստահ չես քո դիսցիպլինի վերաբերյալ, այո, լինի այդպիսի մեկը քո կյանքում, բայց ես հավատում եմ, որ երբ որ մարդը հասունանում է, գալիս է մի տեղ, որ իր համար դառնում է այդ տեսակ կյանքը, ոնց ասեմ, ապրելակերպ, կենցաղավարություն, ուրիշ ձև ինքը չի կարող անի, ու ինքը կարիք չունի ինչ-որ մեկին հաշվետու լինի այդ իմաստով, չգիտեմ ճիշտ եմ ասում, թե սխալ, բայց ես, այսինքն հասունը ինչքան պիտի, օրինակ մայրը կամ հայրը ինչքան պիտի երեխաներին հաշվետու դարձնի, երեխան հասունանում է, դառնում է օրինակ տղամարդ արդեն ընտանիք է կազմել, բայց նորից հաշվետու լինի իր ծնողներին։ Ես չեմ կարծում, որ դա սիրելի բան է կամ ուրախանալու։ Այսինքն հասունության հետ էլ կապ ունի, ինչ կասես։ Սխալ եմ ասում։ Չէ, ես համաձայն եմ, ամեն տարի իրոք որ դու աշխատում ես քո վրա, դու հասունանում ես եւ ավելի ճիշտ որոշումներ ես անում։ Դες օրինակ երկրորդ համարը Աբրահամ եղբայր, որ պատրաստել էի կիսվել բոլորի հետ, մի հատ կուզեմ կարդալ Հռոմեացիների 12 գլուխ, երկրորդ համարից կուզեմ կարդալ եւ մի կերպարվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք թե ուր է Աստծո կամքը բարին ընդունելի եւ կատարյալ։ Այսինքն, գիտես ինչ, ամեն տարի մենք պիտի վերանորոգենք մեր մտածելակերպը, ավելի աստվածային մտածենք եւ հարցերին ուրիշ տեսանկյունից նայենք, որտեվ եթե մեր կյանքում բաներ չփոխենք, ոչ մի բան չի փոխվելու մեր կյանքում։ Եթե չփոխենք մեր կյանքի մտածելակերպը, ոչ մի բան չի փոխվելու մեր կյանքում։ Այո։ Ես եթե թույլ տաս մի համար եմ ընտրել, ճիշտ էս թեմայի մեջ, ու անկեղծ ասեմ, ինձ համար շատ հետաքրքիր է բիզնեսմենի մտածելակերպով այս մեկնությունները։ Հասկանում ես, մենք երբեմն այնքան ենք իրան կրոնականացնում, բայց մենք նաև ապրում ենք կենցաղային, այսպես ասած, ֆիզիկական կյանքում եւ ես հավատում եմ, որ ֆիզիկական կյանքում, եթե մենք հոգևորներ ենք, մենք զերծ չենք ֆիզիկական կյանքից, բայց մեր, այսպես ասած, քայլերը տարբերվելու են աշխարհիկ, այսպես ասած, կենցաղաբարությունից։ Որտեւ աշխարհիկ մարդը ինքը գալիքը չգիտի, ինքը Աստծո փրկության լուրը կարող է լսել, կարող է չի լսել, հավիտենական կյանքի մասին չգիտի եւ շատ տարբեր բաներ, բայց մենք քանի որ ճանաչում ենք Տիրոջը եւ հոգեվոր կյանքի մեջ ենք եւ ապրում ենք նաեւ ֆիզիկական կյանքի մեջ, մեր ֆիզիկական կյանքի այսպես ասած հետևանքները պետքա մեզ ասեն, մենք իրոք հոգևոր ենք, թե հոգևոր չենք։ Այո։ Նրանք խոսում են մեզ հետ, նրանք ասում են քո որոշումները չի համապատասխանում աստվածաշնչյան ուսմունքին։ Մի համար եմ ընտրել, շատ լավ համար է, Հակոբոսն է ասում սա, եթե ունես կարաս դու էլ բացես եւ քո եղբայրներն է բացեն կարդան միասին այս տողերը, Հակոբոս 4-րդ գլխի մեջ է 13-րդ խոսքից, տես ինչ ասում, ինչ խորհուրդ է տալի, ահա դուք որ ասում եք, թե այսօր եւ էգուց գնանք այսինչ քաղաքը, այսի տարվա վերջյան ճիշտ քարոզա, գալ տարվա համար, ծրագիր եք կազմում ուզում ասի, դուք ծրագիր եք կազմել, որ գնանք ինչ-որ միտեղ եւ այնտեղ մի տարի լինենք եւ վաճառենք եւ շահենք, բիզնես անենք։
14 խոսք ասում է դուք որ չգիտեք եկուցվա օրը ինչպիսի բան է ձեր կյանքը որ մի շոքի է որ մի քիչ ժամանակ երևում է եւ հետո աներևույթանում փոխանակ որ պետք էր ասեիք եթե Տերը կամենա եւ ապրենք այս բանը կամ այն բանը կանենք ճիշտ քո այսօրվա թեմայի մասին այսօրվա խոսքը այսինքն սխալ չի ծրագիր ունենալ շատ ճիշտ բան է եւ Աստված այդպես է ստեղծել մարդուն որ նա ծրագիր ունենա բայց այստեղ մի շատ կարեւոր կետ կա եթե Տերը կամենա նրբություն ասա սա հոգեվոր խորհուրդ է սա բացա հայտելու կամ բարձրաձայնելու բան չի սա ներքին համոզմունք է երբ որ դու ծրագիր ունես բայց դրա հետ մեկտեղ դու Աստծո կամքն ես փնտրում եթե Տեր ուզի կլինի եթե չուզի ես համաձայն եմ դրա հետ էլ այսինքն քո ծրագիրը մի ձևով համաձայնացնում ես Տիրոջ ծրագրի հետ եւ այս դեպքում երբեք հուսահատ չես լինի եթե անգամ քո ծրագիրը չստացվի ուրեմն Տերը չուզեց Փառք Տիրոջը դրա համար սա իրոք շատ լուրջ չգիտեմ գալտարի ինչ ծրագրեր ունենք բայց արդեն բալանսի է բերում այո մայիս ջան ես արի համաձայնվի որ բացառիկ եւ բացարձակ անկեղծություն է սա ֆորմալ բնույթ չի կրում չենք ասում հա եթե ասելա ասենք հա եթե Տեր ուզի եթե չուզի մենք մեր ձևով մեր անելիքը գիտենք չէ սա չի անցնում սա պիտի բացարձակ անկեղծ մտնոլորտ լինի որ այդ անկեղծության մեջ այս գիտակցությունը եթե Տեր ուզի կանենք եթե չուզի չենք անի տարբերակ չկա ուրիշ ամեն եւ այդ մտածելակերպի հասակին հասնել էլ պետք դրա այո միանշանակ այդ համաձայնվելը պահանջում է Աստծո ձայնը լսել համաձայնության սիրտ խոնարհության սիրտ փոխվելու սիրտ որ կարողանաս այդ միտքը ընդունես Աստծուց եկած այո շատ հիանալի ես որպես վերջի մի քանի բանել ավելացնեմ եւ այսքանն էի պատրաստել որ ձեր համար բոլորի համար պատրաստել է եւ այստեղ հետաքրքիր մի հատ ուսումնասիրություն արեցի ումը chat GPT-ի մեջ մի հատ sense առաջադրանք գրեցի եթե միջին մարդը ապրի 80 տարի Իշքան ժամա գնում որտեղ իր կյանքի մեջ եւ ուզում եմ այս թվերը մի հատ իրար հետ նայենք միջինը անհատը եթե 80 տարեկան Աստված իրան կյանք տա միջինը օրական 8 ժամ քնելով իր կյանքի մեջ մոտ 26 տարի մարդ քնում է վաու որից եթե հանենք 80-ից 26 հանենք աշխատանքային ժամերը, որը մոտավորապես 10 տարի ինքը աշխատում է դրանից։ Դրանից հետո ուտելն ու անձնական, այսպես, չգիտեմ, հագնվելը, լողանալը ինչ որ է, 6-ից 7 տարի է տևում։ Հետի արեց, մի րոպե հաշվենք, 26 տարի քնես, 10 տարի։ Վերջի տարիը ասելու եմ։ Հա։ Քանի որ ավելացել է social media-ն, սոցիալական ցանցերը Այո, դա մեզանից տանում է 10 տարուց ավել։ 10 տարուց ավել։ 10 տարուց ավել տանում է։ Մյուսը անձնական հարցերով զբաղվել եւ սպասել։ Մեր հայերը շատ են, չէ՞ սպասում։ Գնում են ծնունդի, սպասում են մինչև մյուսները գան։ Գնում են հարսանիքի, սպասում են մինչև մյուսները գան։ Միտեղ գնում են, սպասում են մինչև մյուս ուշացողը գա։ 5 տարի մարդ սպասում է իր կյանքում։ Վաու։ Եվ եթե այս բոլոր թվերը հանում ես իրականության մեջ, տակը մնում է 12-ից 15 տարի, որ դու ժամանակ դնես քո հավատքի վրա, ընտանիքի, ուրախության եւ կարեւոր բաների վրա։ Միտքս ինչ է։
մենք մեկ մտածում ենք այնքան երկար կյանք ունենք։ Մենք բոլորս գիտենք, որ Աստված ժամանակավոր կյանք է մեզ տվել։ Եվ եթե հասկանանք այս թվաբանությունը, մենք ավելի լրջորեն կմոտիկանանք մեր կյանքին եւ մեր քայլերին։ Գիտես, Purpose Driven Life, Rick Warren, մի հատ փաստոր կա, որ այդ գիրքը գրել է, որը կոչվում է հայերեն Purpose Driven Life, նպատակային կյանք ապրիր։ Եվ այնտեղ ինքը հարց է տալի, ասում է յուրաքանչյուր մարդ պետք է ինքը հարցնի, ով եմ ես։ Այ ով ենք մենք։ Ուր ենք գնում, երբ ենք հասնելու ինչ նպատակ որ կամ ինչ ծրագիր Աստված ունի մեր համար եւ ինչպես ենք դրան հասնելու։ Այ եթե հասկանանք, որ մեր կյանքը շատ քիչ ժամանակահատված ունենք, ու մենք լրջորեն այս կարևոր հարցերին ինքներս մեզ զննենք, ես հավատում եմ, որ ոչ թե դու միայն ուրախ հոգևոր կլինես, այլ դու նպատակասլաց կլինես, այլ դու առաջ նայող կլինես, կսկսես քո կյանքը փոխել սկսել քեզանից։ Երևի շատերիս հայտնի է, որ չգիտեմ ով ասի, ասում է, երբ որ փոքր էի, մտածում էի աշխարհը փոխեի, բայց որ մեծացա հասկացա մենակ ինձ պետք է փոխեմ։ Եկեք մեր շուրջը ոչ մի բան չփոխենք։ Եկեք բոլորս նայենք, թե մենք ինչ պետք է փոխենք մեր մեջ եւ մեր հարաբերությունը Աստծո մեջ։ Մնացած ամեն ինչը Աստված կօգնի, որ ավելի ճիշտ կյանք ապրես։ Այսքանն էի պատրաստ է Աբրահամ եղբայր։ Ամեն Փարտիրոջը գիտես իրականում մենք այնքան երբեմն կապված ենք անցյալի հետ շատ ավելի քան ապագայի երբեմն ապագայի վախերով ենք լցված ինչ կլինի անցյալի վիրավորանքներով եւ կորցնում ենք գիտես ինչը հիման դրա պատճառով կորցնում ենք հիմա կանք Փարտիրոջը հիմա ինչ պիտի անենք չէ նորից հարցը չգիտենք վաղ ինչ բայց հիմա Հովանես այսպեսի խոսք ունի գրառումների մեջ եղբայրներ հիմա Աստծո որդիներ ենք հիմա մի հատ հիմայի վրա կենտրոնացի որտեվ մեր ապագան շատ ուղիղ կապ ունի հիմայի հետ ասում հիմա Աստծո որդիներ ենք չգիտենք ինչ կլինի տակավին չգիտենք ինչ կլինի մեզ հետ բայց գիտենք երբ որ նա հայտնվի նրա նման կլինենք սա շատ խորը իմաստ նախադասություն է բայց հիմա բառը շատ է օգտագործվում օրինակ ավետարանի մեջ թե հին ուխտի եւ թե նոր ուխտի մեջ խոստումները ապագայի չեն հիմայի հետ են կապված Եթե ուշադիր դարձնենք եւ եթե մենք հիմայով ապրենք Աստծո խոստումների հիմքի վրա խոսքի մեր ապագան շատ իմաստությամբ կլցվի եւ չենք ունենա ապագայի հանդեպ ոչ մի վախ աշխարհը որքան էլ փոթորկվի որքան էլ անհույս խավար լուրեր ստանանք բայց եթե մենք հիմայի Աստծո որդիներն ենք հիմա մենք չենք ունենա այդ վախերը եւ առավել կունենանք իմաստություն եւ սա հոգեվոր լուրջ վիճակ է ես հավատում եմ ես թեմայից դուրս բան չեմ ասում այո այս իմաստությունների մասին որ խոսացիր սրանք տեղի են ունենում հիմայի մեջ ոչ թե վաղը կանեմ չէ դու էլ ես ասել վաղը կանեմ Աղը գալիս ասում եմ, չէ, վաղը կանեմ։ Արդյոք հյուսիսից կինոն է, ասում եմ, может быть завтра, տես ռուսերենը գիտեմ։ Լավ բան ասիր։ Այդ ռեկլամ ատեց, հա։ Բայց եղբայր, շատ շնորհակալ ենք, իրոք մեզ համար շատ հաճելի է լսել, այսպես ասած, բիզնեսմենից գործ, ոնց են ասում, հայերենով, Գործարար, հա։ Գործարարից իր մտքերի այսպես մեկնությունը այս կարևոր հոգևոր խորհուրդը քո բիզնեսի տեսանկյունից
որը շատ կարևոր է։ Ես այդ կետերից մենակ մեկը չհասցրեցի գրեմ, ուրեմն չէ, հա ճիշտ է, ուրեմն չհամեմատվել, քո հետ խորհուրդ անել, համեմատել անցյալը ներկայից, դա շատ լավ է, երկրորդը առողջություն, բայց դրանից առաջ ինչ-որ էլի մի կետ կար, չեմ հիշում որն է։ Հավատ ընտանիք, առողջություն ֆինանս։ Հա, դրանք մի փաթեթի մեջ, հա, իմաստություն ֆինանս, այո, հա, տես, ուրեմն համեմատվել ինքդ քեզ հետ, առողջություն ընտանիք, իմաստություն եւ ֆինանսներ, այսինքն ինչպես ենք դրանք Եվ եթե այս ամեն ինչը ունենանք Աստծո խոսքի հիմքի վրա, մենք հաջողված ենք լինում, ինչպես առաջին Սաղմոսն ասում, եւ նա գիշեր ու ցերեկ Աստծո օրենքի վրա է մտածում եւ սիրում է հաճույքն է իր հաճելի իր համար Աստծո օրենքը եւ նա նման է ջրի ճամփաներում տնկված ծառի, որ իր տերևները ուրեմն չի թառամում, ժամանակին պտուղ է տալիս եւ ինչ որ անում է հաջողվում է, ահավասիկ հաջողության գրավականը։ Փառք Տիրոջը, շնորհակալ ենք եղբայրս, Տեր օրհնի քեզ շատ։ Եվ շնորհակալ եմ բոլոր նրանք, ովքեր միացել են եւ իրոք որպես տարվա վերջ ոչ թե լսենք, իրոք սկսենք օգտագործել մեր կյանքերում։ Շատ բան ենք լսում, ամեն տարբեր բաներ ենք լսում կյանքում։ Ամեն։ Այդ լսել մինչև գործնականի չդնենք, մեր կյանքում շատ բաներ չի փոխվելու։ Ամեն, ամեն։ Ամեն Մայր ջան։ Կխնդրեի քո աղոթքով ավարտենք եթերը, եղբայրս։ Մեծ սիրով, հոնորաբար։ Տեր Աստված փառքես առաջինը այս 25 թվականի համար, որ մեզ միջև առ այսօր կյանքս տվե յուրաքանչյուրիս։ Շնորհակալ ենք այն բարիքների համար, ինչ որ եղել է տարվա ընթացքում, շնորհակալ ենք եւ ուզում եմ, որ այս 26 թվականի մեջ մեզ ավելի օգտագործես քո դաշտերում եւ 26 թվականին ավելի ասես բարի եւ հավատարիմ ծառա քո գործերի մեջ ճիշտ մնացիր։ Յուրաքանչյուրս Տեր ուշադրությունը դարձնենք ինքներս մեր վրա, փոխենք ինքներս մեր կյանք հարաբերությունները դեպի քեզ եւ լավ օրինակ լինենք ների համար, մեկս մյուսին բարձրացնենք, մեկս մյուսին սիրենք, մեկս մյուսին հարգենք եւ իրոք այս աշխարհը կարիք ունի հոր լավ օրինակ անձերի, որ նրանք աղ եւ լույս լինեն մյուսների համար, որտեղ շատ մարդիկ չգիտեն քո մասին եւ մեզ օգտագործիր, որպեսզի ճանապարհ եւ լույս լինենք իրենց սկսելով ինքներս մեզանից։ Աբրահամ եղբորն օգնես, այս ծրագիրն էլ օգնես եւ բոլորին օգնես եւ այս ամենի մեջ փառավորում եմ քո անունը, որին դու ես արժանի, հալելույա, ամեն։ Ամեն, փառք ես Տեր։ Բայց եղբայր շատ շնորհակալ ենք Տեր օրհնի ձեզ, Merry Christmas, ինչպես ասում են ամերիկացիները։ Happy New Year։ Եվ Happy New Year։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք, օգնված եւ հաջողված եղիր, ուրեմն առաջ Աստված կհանդիպեն գալ տարի։ Բայց շատ հեռու չի գալ տարի։ Շատ հեռու չի գալ տարի։ Տերորի եղբայրս, փառք Տիրոջը։ Ես կուզեի նաև ավելացնել մեր քույր եղբայրներին, ովքեր մեզ լսում են, ու մենք դեռ շարունակում ենք ակցիան, բանը այցելելու համար սահմանամերձ գյուղեր եւ երեխաներին ծննդյան արդիվ նվերներ պատրաստելու եւ նրանց օրհնելու եւ առավել Հիսուսի մասին խոսալու, ավետարանչություն անելու այս ակցիան շարունակվում է։ Մենք ճիշտ ասած որոշել ենք ամսի ծննդյան օրերին անենք այդ գործը եւ դեռ ժամանակ կա
որ արձագանքեք սիրելի քուրեր եղբայրներ ձեր ֆինանսներով, որպեսզի ավելի շատ գյուղեր կարողանանք այցելենք։ Մինչև հիմա մոտավորապես 170,000 դրամը հավաքվել, մի գյուղ կամ երկու գյուղ կարող ենք բավարար ձևով օգտակար լինել երեխաներին, բայց եթե շարունակվի հավաքվել գումար, մենք մի քանի արվել գյուղեր կարող ենք այցելել եւ ավելի, այսպես ասած, արդյունավետ ավետարանչություն ունենանք։ Այնպես որ շարունակում ենք մեր ակցիան եւ եթե Տերը սրտի դնի ձեր սրտում, շատ ուրախ կլինենք։ Տերը օրհնի ձեզ շատ, իսկ մենք ասում ենք մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։